Հունվար 27 Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ հունվարի 27 և տարվա 4-րդ շաբաթ։ Այս շաբաթ մենք աշխատում ենք անգիր անել Եբրայեցիներին ուղղված նամակի 4-րդ գլխի 12-րդ համարը։ Եկեք 3 անգամ այն կարդանք հիշելու նպատակով։ Ես կկարդամ առաջին անգամ։ Կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Երկրորդ անգամ դուք կարդացեք և ես կլռեմ։ Եվ երրորդ անգամ եկեք կարդանք միասին։ Եբրայեցիներին 4:12 Կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարանից մենք կարդում ենք Ելից 3-րդ գլուխ, առաջի համարից մինչև 4-րդ գլուխ 31-րդ համար, Սաղմոս 16 1-ից 6, Առակաց 5 1-ից 6 և նոր կտակարանից կարդում ենք 18-րդ գլուխ Մատթեոս ավետարան 1-ից 20 համարները։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։